Գերմանիան արտաքսում է Գերմանիայում գտնվող հայերին։ 2026 թվականին արդեն 2 օդանավ լի հայ փախստականներով արտաքսվել են Գերմանիայից Հայաստան։ Այսօր ես խոսելու եմ, թե ինչպես է ստացվել, որ արտաքսումների թիվը աճել է, ինչով է պայմանավորված, ես տալու եմ հստակ խորհուրդ, ինչ անել, եթե դուք ստացել եք նամակ միգրացիոն աշխատակցից երկիրը անհապաղ լքելու մասին։ Ձեզ հետ Ֆրау Լալայանն է, ով որ դեռ ձեզ չի մոռացել եւ կարծում է, որ YouTube-ում իր տեղը զգացվում էր։ Գնացինք։ Ինչու ես հանկարծ որոշեցի խոսել այս թեմայով։ Ես 3 տարի շարունակ աշխատել եմ քաղաքապետարանին կից կազմակերպությունում, որը զբաղվել է փախստականների հարցով։ Մենք մասնակցել ենք տարբեր համաժողովների, ուսուցման դասընթացների եւ թեմա արտաքսում, ապշիբում միշտ եղել է կենտրոնական եւ այստեղ ներկայացնելու եմ միայն իրավաբանական հստակ տեղեկատվություն, տալու եմ ձեզ հստակ հղումներ եւ շատ քիչ է լինելու իմ սեփական կարծիքը կամ իմ մտորումները։ Եվ այսպես, ուրեմն 2026 թվականի ապրիլի 20-ին Շպիգելը հրապարակում է մի հոդված, որտեղ հենց խոսվում է արտաքսման մասին։ Ինչու եմ ես որոշել հենց այդ դրա մասին խոսել, որովհետև այդ հոդվածում տեղ են գտնվում բավականին մեծ քննադատություններ, որ արտաքսումները իրականացվում են անհամաչափ, օրենքի լուրջ խախտումով եւ այդտեղ կա մի մարդու հարցազրույց, մի պապիկ 87-ամյա, ով որ հայ պապիկ է, ով որ բժշկի կաբինետից անմիջապես անվասայլակով տեղափոխվել է օդանավակայան եւ այդտեղից արտաքսվել դեպի Հայաստան, թողնելով Հայաստանում իր ողջ Գերմանիայում ունեցվածքը եւ իր բարեկամներին։ Ես հիմա կխոսեմ, թե ինչպես հանկարծ առաջացավ այս հարցը, որ մարդկանց սկսում են ավելի շատ արտաքսել եւ ինչա մեզ սպասվում եւ այսպես։ Մի շատ լավ բան է տեղի ունեցել 2022 թվականի դեկտեմբերի վերջին Գերմանիան օրենքի նախագիծ է դուրս հանել, ես կարդում եմ այստեղ, կոչվում է Chancenaufenthaltsrecht, այսինքն կացության իրավունքի հնարավորություն, ինչը ինքը իրենից դա ներկայացնում, հա։ Այն մարդիկ, ովքեր 5 տարի ավել ապրում են Գերմանիայում եւ ունեն այսպես կոչված դուլդում կացության թուղթ, չեմ ասում կարգավիճակ, ասում եմ թուղթ։ Եթե փախստականի դիմումը մերժվում է կամ դատանը բացասական որոշում է կայացնում, միգրացիոն ծառայությունները քեզ տալիս են այսպես կոչված դուլդում, ժամանակավոր այդ երկրում լեգալ մնալու, բայց այսպես օրենքի առումով դու օդում կախված ես եւ այսօր էկուց ես կարճ ասած, հա։ Ուրեմն հենց այդ մարդկանց, ովքեր 5 տարի ապրում են Գերմանիայում եւ ունեն այդ դուլդունգ կոչված թուղթը, տալիս է 18 ամիս կացության կարգավիճակ, բայց հատուկ պայմաններով, կարդում եմ պայմաններում։ Ուրեմն նպատակն է այդ մարդկանց իրավական հիմքով Գերմանիայում մնալը, իսկ պայմանները որոնք են։ Այս ժամանակահատվածում, այսինքն 1.5 տարվա ընթացքում դու պետք է գտնես աշխատանք, դու պետք է մի ձևով կարողանաս քո ֆինանսները անձամբ հոգալ, այսինքն աշխատանքի միջոցով կամ չգիտեմ ձեր ընտանիքի այլ անդամները կարողանում են քո կեցության հարցը լուծել, այսինքն դու պետությունից ոչ մի փող չես ստանում, գերմաներեն սովորել, այստեղ արդեն ինքնությունը քո պետք է այդ ընթացքում պարզվի, մի քիչ տարօրինակ է թվում, բայց այո, հայերի մի ստվար զանգված կա, ովքեր գալիս են եւ փախստականի հայց են ներկայացնում առանց իրենց անձնագրի եւ ինչ-որ սխալ անուններ են տալիս, սխալ տեղեկություն են տալիս եւ Գերմանիայի կառավարությունը խնդրում է 1.5 տարվա ընթացքում ներկայացնել քո օրիգինալ փաստաթղթերը, հա։ Ինչն է կարեւոր, որպեսզի այդ ընթացքում դու չունենաս ոչ մի տուգանքներ եւ իհարկե բան չնստես։ Ինձ թվում է շատ կասկածելի կլինի այդ դեպքում։ Այսինքն ստացվում է, որ պետությունը տվել է 1.5 տարի քո հարցերը լուծելու, կան արդեն կրիտերիաներ, ըստ որի դու պետք է քո իրավական կեցությունը Գերմանիայում կազմակերպես եւ փաստացի 2025 թվականի հունիս ամսվանից սկսած Գերմանիան արդեն իրականացնում է ստուգումներ։ Բնականաբար կան մարդիկ, ովքեր որ այդ 1.5 տարին չեն վերցել, որովհետեւ նվազագույնը 4 կամ 4 տարի են ապրում Գերմանիայում, ավելի քիչ կամ ինչ եւ չգիտեմ, դուլդունգ դեռևս չունեն օրինակի համար, դեռևս գործընթացի մեջ են, հա։ Ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Ուրեմն
ուրեմն շպիգելները դրա մասին խոսում, որ շատ ակտիվանում է նաև մարդկանց արտաքսման եւ գործընթացն է շատ արագ կատարվում եւ թիվն է շատ աճում։ Ես դες կարճ ներկայացնեմ ոնց է տեղի ունենում այդ գործընթացը, որ եթե դուք բախվել եք, իմանաք ինչպես է իրավաբանորեն այդ ամեն ինչը կազմակերպվում, եւ որ միգրացիոն վարչության աշխատակիցը ձեզ ուղարկում է նամակ, ձեզ տալիս է շատ կարճ ժամկետում երկիրը անհապաղ լքելու խնդրանքով 3 օր, 7 օր, խնդրում եմ ով որ դա հստակ գիտի գրեք, քանի օր են տալիս, կարծում եմ 7 օր, եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղեք, հա։ Տեսեք, 7 օր են ձեզ տալիս, այդ 7 օրվա ընթացքում ձեզ հրավիրում են իրենց մոտ այդ հարցը քննելու։ Հատուկ աշխատակիցը, որը որ ձեր պաշտոնական աշխատակիցը չէ, մի հատ այլ աշխատակից ունեն, որը զբաղվում է արտաքսումներով, այդ մարդը կինը պաշտոնյան ձեզ առաջարկում է ինքնակամ գնալ, տալիս են գումար, խնդրում եմ գումարը գրեք, ինչքան գումար են տալիս, ես էլ դա չգիտեմ հստակ, չեմ ուզում հիմա սխալ տեղեկություն տալ, ձեզ առաջարկում են գումար եւ ձեզ առաջարկում են տոմս են առնում, օր եք պայմանավորվում, այսպես ասեմ, տալիս են ձեր տոմսերը ձեռքին եւ ասում են գնա։ Ինչ որ գումարը, կարծեմ գումար մի մասը նախապես են տալիս, հետո կեսը տալիս են Հայաստանում, խնդրում եմ դրա մասն էլ գրեք, որ չեմ ուզում հիմա սխալ տեղեկություն տալ, հա։ Ինչ է տեղ ունենում հետո։ Այդ բայից սկսած Եթե դուք արդեն այդ ժամկետը անցել եք եւ չեք ներկայացրել եւ ինքնակամ չեք լքել երկիրը, այդ դեպքում պաշտոնյան իրավունք ունի ձեզ փողոցում, չգիտեմ, բարեկամների տունը խնջույքի ժամանակ վերցնել, կալանավորել եւ տանել հատուկ արտաքսվողների համար համապատասխան այդպես բանդ, հա։ Ու ես հիշում եմ, որ մեր տրեյնինգների եւ համաշխարհումների ընթացքում շատ խոսվում էր, որ օրինակ երեխաների իրավունք չունեն այդտեղ գնալու, բայց շատ դեպքերում երեխաներին են տանում եւ ոնց հասկանում եմ, այս հայերին միանգամից անգամ երկար ժամանակ չեն թողնում, որ իրենք ինչ որ բանտում երկար մնան, միանգամից վերցնում են եւ ուղարկում են դեպի օթանավ եւ այնտեղից արտաքսում են։ Եթե ուրիշ շանս չկա, խորհուրդ է տրվում գնալ համագործակցության, վերցնել որոշակի գումար եւ ինքնակամ լքել երկիրը, բայց այստեղ մի հետաքրքիր բան եմ ձեզ ասելու, որ չեն ասում միգրացիոն աշխատակիցները, որովհետեւ 1000 տարին դա պետք չի, փաստաբանները, որովհետեւ փաստաբանների մասին էլի շատ լսել եմ, որ շատ վատ են աշխատում, մենակ փող են գրփում, ձեզ ասելու եմ մի միջոց, որը որ ձեզ կարող է փրկել, հա։ Հիմա ես ձեզ մանրամասն վերցրել եմ օրենքի այդպես օրենքի կետ կա, ինչ կազմակերպություն է, ինչ է անում, թարգմանել եմ հայերեն, լինքերը կթողնեմ մեկնաբանության մեջ։ Եվ այսպես, եթե ձեզ եկավ նամակ միգրացիոն ծառայությունից, որ դուք պետք է լքեք երկիրը, այլապես արտաքսում կիրականացվի, ինչ կարող եք դուք անել, դիմել Հերթեֆալ կոմիսիոն, ինչա դա իրանից ներկայացնում, ես հիմա թարգմանել եմ, լինքերը կգտնեք վիդեո նկարագրության մեջ, հա, ինչ է ասում այդ հանձնաժողովը, այդպես եմ թարգմանել, ծանր հարցերի հանձնաժողով կամ կոմիտե, բարդ հարցերի հանձնաժողով, ինչ է իրանից դա ներկայացնում, այս հանձնաժողովը գերմանական ներգաղթի օրենսդրական շրջանակներում մի գործիքը, որը կարող է կանխել արտաքսումը հատկապես դժվար դեպքերում, նույնիսկ եթե անձը իրավաբանորեն այլևս իրավունք չունի մնալու։ Ուրեմն հանձնաժողովը գործում է նահանգային մակարդակով, մեր մեջ ասած Բունդեսլենդերի մակարդակով։ Ինչ է անում այդ հանձնաժողովը։ Նա վերանայում է այն անձանց գործերը, որոնք պարտավոր են լքել երկիրը, այսինքն պետք է արտասվեն։ Հիմա կասեք, հա, որ դեպքերում կարելի է դիմել կամ ինչ է նշանակում դժվար դեպք կամ ծանր դեպք։ Ուրեմն Չափանիշներ են առաջին հերթին երկարատև բնակությունը Գերմանիայում, ինտեգրացիա, աշխատանք, ուսուցում, լուրջ հիվանդություն կամ հոգեբանական տառապանք։ Երեխաները լավ են հաստատվել այստեղ, այսինքն Գերմանիայում հատուկ մարդասիրական պատճառներով։ Յուրաքանչյուր դեպք շատ առանձին է, որ եւ պետք է քննվի, բայց հատուկ այսպես խոսքը սովորական դեպքերի մասին չի, այլ պարզապես իսկապես բացառությունների։ Ինչպես կարելի է դիմել։ Ձեզ միգրացիոն աշխատակիցը չի ասի, փաստաբան, ես ինձ թվում է
փաստաբանն չի ասի հավես չունի ձեզ այդ փաստաբանը փողը վերցրել է հետ գնաս տեսություն ձեզ այրվեն թող բոլորը դժոխքում ուրեմն դիմում է ներկայացնում ով է դիմում ներկայացնում հաճախ օրենքով էսպես է գրված փաստաբանների խորհրդատվական կենտրոնների եկեղեցիների կողմից ուրեմն փաստաբանները դժվար թե ձեզ մի բանում օգնեն եթե դուք բնականաբար ասեք որ ես ուզում եմ դիմել գուցե ձեզ խորհուրդ տան ուրեմն խորհրդատվական կենտրոնները, որտեղ ես աշխատել եմ, դա կլինի Կարիտասը, դա կլինի Ավոն, դա կլինի Դիակոնի, տարբեր կազմակերպություններ, ովքեր ունենք փաստականների հարցով զբաղվող եւ խորհրդատվությունների կենտրոն կամ մարդ, ով որ խորհուրդներ է տալիս, խորհրդատվություն է իրականացնում, լիովին անվճար։ Եվ եկեղեցի։ Ես շատ լավ գիտեմ, որ նման ծառայություն մատուցում է խորհրդատվական Evangelisch Kirche, այսինքն բողոքական եկեղեցին կաթոլիկ եկեղեցու մասին չեմ կարող ասել, կարող եք նայել, հա։ Հետագա քայլերը, ուրեմն հանձնաժողովը վերանայում է ձեր գործը, տեսնում է, որ այո, դա հատուկ դեպք է եւ մարդասիրական առումներով դուք այո պետք է մնաք այդ երկրում ինչ է անում հետո հանձնաժողովը առաջարկություն է անում նահանգի ներքին գործերի նախարարությանը եւ ներքին գործերի նախարարությունը կարող է բնակության թույլտվություն տրամադրել մարդասիրական հիմունքներով 23-ի A պարագրաֆ միայն մի բացառություն կա այդ պարագրաֆում որ դուք չեք կարող դիմել քաղաքացիության բայց կարող եք սոցիալական օգնություն կարծեմ մեկ էլ դուք իրավունք չունեք ապրել ուրիշ հողում այդ հողը ձեզ տվել է այդ հողում էլ պիտի մնաք այդ կարևոր հանգամանք ուրեմն այսինքն նորից ասեմ, հա, այդ հանձնաժողովը ինքնուրույն որոշում չի կայացնում, այն միայն առաջարկություններ է անում ու ներքին գործերի նախարարությունը կարող է ընդունել կամ մերժել առաջարկությունը։ Հիմա խոսում եմ վիճակագրությունից, հա, վիճակագրությունը ասում է, որ իրականում փոքր տոկոս է կազմում դրական որոշումների, այսինքն նպատակը այն է, որ հանձնաժողովը պետք է քննի այն դեպքը, որը օրենքով արդեն սահմանված է, այդ մարդը պետք է արտաքսվի ու վերջ, բայց տեսնում է մարդասիրական, արդյոք իսկապես մարդասիրական առումներով նրա արտաքսումը արդարացված է։ Ու հարց առաջանում է ովքեր են այս մարդիկ, որ հանձնաժողովի անդամներ են։ Ուրեմն այս հանձնաժողովի անդամները քաղաքային Բունդեսլանդի մակարդակով իշխանության ներկայացուցիչներ են, պետական ծառայողները, հասարակական կազմակերպությունների, Կարիտաս, Ավո, դրանց ներկայացուցիչներ են եւ երրորդը եկեղեցու ներկայացուցիչներն են ու իրենք պետք է մաքսիմալ օբյեկտիվ այս ամեն ինչը նայեն ու ինչն է հետաքրքիր որ քաղաքային իշխանության ներկայացուցիչները Բունդեսլանդի մակարդակով իրենք այդտեղ այդ հանձնաժողովում չեն պաշտպանում պետությունը, չեն պաշտպանում միգրացիոն ծառայությունները, իրենք պարզապես այդտեղ մնում են շատ օբյեկտիվ եւ գործը չեն կորցնի, եթե իրենք, չգիտեմ, դեմ կամ կողմ քվեարկեն, բայց այնուամենայնիվ կա էլի հավանականություն որ անգամ դու խորհուրդ տաս նախարարությանը տալ մարդուն հումանիտար ապաստան չեմ ուզում ասեմ հումանիտար կեցության կարգավիճակ բայց նախարարությունը մերժի ես նայել եմ ստատիստիկան տարեկան 1500 հոգի է դիմում այդ հանձնաժողով եւ մոտ 40% դրական այդպես արդյունք է ստանում եւ արդեն մնում են նախարարությունները հետեւել թե չհետեւել այդ խորհրդին